60,000 տոննա ապրանք է եկել գնացել Երևան-Բաքու առևտրի շրջանակում։ Վերջերս խաղաղության նախաստորագրման առաջին տարվա առթիվ միասնական տեքստով Հայաստանի, Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի կառավարություններից էին հայտնել, դետալների մեջ չխորանալով ու առանձին տվյալներ չհրապարակելով, թե կոնկրետ Բաքվից որքան ապրանք է Երևան հասել եւ այստեղից մեր երկրից Ադրբեջան որքան ուղարկվել։ Փոխարենը Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունից գումարային արժեքով էին ավելի վաղ տեղեկություններ հանրայնացրել, նշելով, որ Հայաստանից միայն $960 համարժեք ապրանք են ներկրել, այն էլ ավելի ուշ պարզվեց դրանք հոլանդական վարդեր են եղել, որոնք դեպի Բաքու ճանապարհին կտրել են Հայաստանի տարանցիկ գոտին։ Ապրանքների փոխադարձ առևտրի մասին օրակարգը կա եւ համոզված եմ առաջիկայում նաեւ Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան։ Կոնկրետ ժամկետներ չի հստակեցնում Փաշինյանը, նաեւ չի նշում, թե Հայաստանից Ադրբեջան ինչ ապրանքատեսակների արտահանման հարց կա այսօր այս երկխոսությունում։ Ընդ որում սա այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ տարեսկզբից ցանկեր էին փոխանակել, հասկանալու թե հատկապես ինչը միմյանց կհետաքրքրի մյուս շուկայից, եւ թեպետ անցնող ամիսների ընթացքում խմբականակը խմբականակի հետևից Երևան էին մտնում ադրբեջանական ապրանքները, Բաքվից այդպես էլ որևէ պատվեր հայկական շուկա չհասավ։ Կոնկրետ հայտարարել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատի թերի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատի թերի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլատի թերը մեզ հետաքրքրում է։ Էկոնոմիկայի նախարարի մատնանշած ցուցակում ընդգրկված ապրանքները, որը Հայաստանը պատրաստ էր առաջարկել ադրբեջանական շուկային, հենց փայլատի թեղն էր՝ ալյումինը, ֆերոմոլիբդենը, միրգ, բանջարեղենը, առանձին տեսակի խմիչքները, ինչպես նաև տեքստիլ արտադրանքը եւ այն, որ այս ցանկից ադրբեջանական կողմը դեռ հապաղում է որևէ գնում կատարելու հարցում, ըստ մասնագետների սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ենթատեքստ ունի։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքներ ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուր քննադատության արժանանալ եւ, այսպես ասած, չակերտավոր հայրենասեր իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամի երկրին տնտեսական օգուտ տա։ Ինքը պատրաստ է թույլ տա, որ հայ գործարարները գան Ադրբեջանից ինչ-որ ապրանք գնեն եւ Հայաստանում վաճառեն, բայց իրենք շահագրգռված չեն, որ հայկական ապրանքը գնա ադրբեջանական շուկա։ Իսկ հայ գործարարները, որոնք Ադրբեջանի հետ տնտեսապես կապված կլինեն, Բաքվի համար սա ուղիղ հնարավորություն է մտնել Հայաստանի քաղաքական նաև դաշտ, որովհետև այդ գործարարները իրենք լինելու են Ադրբեջանի շահերի լոբինգ իրականացնող եւս մեկ գործիք։ Առևտուրը հայ-ադրբեջանական սահմանին հաստատված խաղաղության հերթական վկայություններից է, պնդում են հայաստանյան իշխանությունները, սակայն փորձագիտական, վերլուծական համայնքում չեն կիսում այս կարծիքը։ Մասնագետների հարցը մեկն է՝ խաղաղությունը միակողմանի է լինում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։